Պարոն Ռուբինյան, նախքին չէ, մինչև հիմա էլ շատ ընկերներ ունեմ այստեղ ներկա, մինչև հիմա Նոր կյանքի գյուղապետ այրանց հեռախոսների մեջ գրած իմ անունը։ Սիրելի մասիսցիներ, սիրելի արարատցիներ, սիրելի վերին դվինցիներ, սիրելի վեդեցիներ, սիրելի արտաշատցիներ, ողջունում եմ բոլորին, վերջերս անվանակոչված Շարլ Ազնավուրի հրապարակում բոլորը շատ սիրուն եք, ուրախ, երջանիկ, անհոգ, և մենք շատ ենք ուզում, որ ձեր դեմքի անհոգությունը, երջանկությունը մեկ րոպե անգամ չխամրի։ Վերջի երկու շաբաթներում, երբ որ մենք քարոզարշավ ենք արդեն իրականացնում, հանդիպում ենք հիմնականում, դե քանի որ աշխատանքային ժամերի ենք քարոզարշավը իրականացնում, հիմնականում հանդիպում ենք մեր տարեցներին, տատիկներին, պապիկներին և մեր փոքրիկներին, երեխաներին, որոնք մեզ շատ լավ դիմավորում են, շատ ջերմ դիմավորում են, և մենք խոսակցության բնվելով մեր տարեցների հետ, հիմնականում հարցնում ենք, գնալու եք ընտրության, ոնց եք տրամադրված, ում եք ընտրելու, և երբեմն լինում է, որ մարդիկ չիմանալով սկզբից, ամենասկզբում, չիմանալով, թե մենք որ կուսակցությունն ենք ներկայացնում, դե ասում են չգիտենք, տղա ջան, հլը կմտածենք, ժամանակ կա, կգնանք, բայց հենց տալիս ենք մեր նախընտրական բուկլետը, տեսնում են վարչապետին և սեղմում են իրենց դոշին, իրենց կրծքին, ու ասում են հենց իրան էլ ընտրելու ենք, բաում ենք ընտրելու, նոր մեր մարդիկ բացվում են, սկսում են մեր հետ խոսել։ Նիկոլ վարչապետ! Եվ հիմնականում այդ խոսակցությունների ժամանակ մենք ասում ենք, եկեք հարմար առիթ է, հազիվ իրար հանդիպել ենք, խոսենք ինչ բողոքներ ունեք, ինչ պահանջներ ունեք, ինչ առաջարկներ ունեք։ Հիմնականում իրենք ասում են, որ որևէ բողոք չունեն, որևէ պահանջներ չունեն, չնայած հիշում են, ասում են, չէ, մի րոպե, մենք պահանջ ունենք ձեզ։ Պահանջում ենք հիմնականում տարեց պապիկները, որ մի քիչ ավելի իրենց բառապաշարին թույլ են տալիս, ասում են պահանջում ենք այս լնգու լավազներից ազատվեք։ Իսկ տատիկները մեր շատ սիրելի ասում են մեր Նիկոլին լավ նայեք, մեր Նիկոլի կողքին եղեք, մեր Նիկոլին չթողեք մենակ։ Այս երկու պահանջներն է հիմնականում մեզանից հնչում։ Մենք ասում ենք լավ, ասֆալտ, ջրագիծ, լուսավորություն, ինչ եք ուզում, ասեք, որ մենք պլանավորենք առաջիկա մեր հնգամյա զարգացման ծրագրերով խոստանանք, որ կիրականացնենք, ասում են դուք կանեք, մենք հավատում ենք, մենք արդեն տեսել ենք, վստահ ենք, որ դուք կանեք։ Եվ մենք իրենց ինչ ենք պատասխանում։ Ասում ենք սիրելի պապիկներ և տատիկներ, այ որ գնաք ընտրատեղամաս, առաջի պահանջը դուք եք անելու, այդ լնգու լավազներին տալով 0 ձայն, դա մեզանից մի պահանջեք, դա հենց դուք եք անելու։ Իսկ հիմա ես հարցնում եմ, մեր տատիկների խնդրանքը, մեր Նիկոլին, մենակ չթողնելու, նրա կողքին լինելու, ինչ ենք անելու, թողնելու ենք մենակ, կանգնելու ենք մեր Նիկոլի կողքին, շնորհակալություն բոլորիդ, ապրեք դուք, ես չեմ էլ կասկածում, որ մենք մեր վարչապետին մենակ չենք թողնելու, Նիկոլ վարչապետ, Նիկոլ վարչապետ, Նիկոլ վարչապետ,
Շնորհակալություն բոլորիդ, խաղաղություն մեզ ամենքից, մեր ընտանիքներին, մեր երկրին, Արարատի մարզին, մեր բոլոր համայնքներին, մեր պետությանը, կեցե Հայաստանի Հանրապետությունը։ Հավանիր տեսանյութը և բաժանորդագրվիր նորությունները բաց չթողնելու համար։